Ասենք մի 2-3 րոպե բոլորը միանան ու շարունակենք։ Ասենք բոլորի դերմա էկրանը մեծացրած տարբերակով է հիմա։ Այո, Մեկ է մաթեմատիկական մի հատ ցենցելի ասեմ, որ ածանցյալի հակառակգործողությունը ինտեգրումն է, այսինքն եթե ունենք ֆունկցիայի ածանցյալը, որպեսզի հետ գնա ֆունկցիան ինտեգրումն է։ Բայց ձեզ ասում եմ, այս դասախոսների ընթացքում մանրամասն ածանցելու կանոնները, ինտեգրման կանոնները ձեզ պետք չի։ Ինքն այնպես է կառուցված դասախոսությունը, որ ձեզ անհրաժեշտ չի լինելու։ Ու խնդիրներ լուծել ձեզ անհրաժեշտ չի լինելու այդ կանոնները իմանալ։ Լավ, անցնենք հաջորդ թեմային։ Հարցեր կար։ Մի փոքր խոսանք ինչ է քիմիական ռեակցիան, որպեսզի հասկանանք ինչ է քիմիական ռեակցիայի արագությունը։ Այսինքն քիմիական ռեակցիան մի հատ process է, որի ընթացքում մի քանի միացություններ կարա մեկ է լինի, փոխակերպվում են այլ միացությունների։ Օրինակ բոլորս գիտենք այրման process-ը կամ փոխանակային ինչ-որ ռեակցիաներ, չգիտեմ, նույն ջրածնի այրումը կամ երբ որ տանը հաստատ ինձ փորձած կլինեք, երբ որ քացախաթթունն ու կերակրի սոդան իրար եք խառնում, գազ է առաջանում։ Դրանք բոլորը քիմիական ռեակցիաներ են։ Ու հավասարման ձախ կողմում գրվում է հիմնական ընդունված է գրել ելանյութերը, իսկ աջ կողմում ընդունված է գրվել վերջանյութերը։ Եվ հիմնականում բաժանում են 4 տեսակի ռեակցիաներ, միացման ռեակցիաներ, A + B-ն, երբ որ առաջանում է AB ընդամենը։ Քայքայման ռեակցիաներ AB, երբ որ միացում ունենք, առաջանում է A + B։ Օրինակ միացման ռեակցիա ջրածնի այրումը կարելի է ասել, որովհետև H2 + O2 առաջանում է H2O, իրար միացան։ Քայքայման ռեակցիա օրինակ կալցիում CO3-ը, երբ որ քայքայվում է, առաջանում է կալցիումի օքսիդ 1 CO2։ Հաջորդ տեղակալման ռեակցիաներն է, տեսեք AB-ը ու ունենք մի հատ C, որը եկավ B-ի տեղը զբաղեցրեց, B-ին մենակ թողնում։ Օրինակ ակտիվ մետաղները թթուների հետ փոխադրում են մտնում են տեղակալման ռեակցիաներ, օրինակ ցինկ + H-քլոր, ցինկը գալիս է H ջրածնի տեղը տեղակալում է, այսինքն առաջանում է ցինկ քլոր 2 ու ջրածին։ Եվ վերջի տեսակը դա փոխանակման ռեակցիաներն են, փոխանակային, այսինքն ունենք AB եւ CD միացություններ,
իրանք փոխանակում են իրենց լիքերով, այսինքն A D առաջանում եւ B C։ Օրինակ, այսպիսի ռեակցիաները հիմնականում օրինակ չեզոքացման ցանկացած ռեակցիա, ինքը փոխանակային ռեակցիա, օրինակ նատրիում H + H քլոր, առաջանում է նատրիումը քլորի հետ ամիանում, H + OH- իրար հետ։ Առաջանում է նատրիումի քլորիդ եւ ջուր։ Եվ արդեն հասանք քիմիական կինետիկային։ Հասկացանք քիմիական ռեակցիան ինչ է, հիմա հասկանանք քիմիական կինետիկան ինչ է։ Քիմիական կինետիկան ինքը ֆիզիկական քիմիայի ճյուղ է, որը ուսումնասիրում է քիմիական ռեակցիաների արագությունները։ Այսինքն ինչ է քիմիական ռեակցիայի արագությունը։ Քիմիական ռեակցիայի արագությունը, որը հասկանում ենք, օրինակ արագություն, որ ասում ենք տարածության համար, մեքենայի արագություն, հասկանում ենք, որ մեքենան այս B-կետ ինչ ժամանակում է անցնում։ Որպեսզի մեքենայի արագությունը ստանանք, բաժանում ենք իր անցած տարածությունը իր այդ տարածությունը անցման ժամանակի վրա։ Իսկ քիմիական ռեակցիան այս դեպքում տարածություն չկա, բայց կա վերջանյութ։ Այսինքն սկզբնական ժամանակ մենք չունենք վերջանյութ, բայց ինչ որ x ժամանակ, օրինակ 10 րոպե, առաջացել է վերջանյութ։ Այսինքն մեր ռեակցիան ինչ որ այդ ընթացքը իր համար ցույց է տալի ոնց որ նույն ավտոմեքենայի տարածությունը։ Դրա համար, այսինքն մենք կարող ենք մեր այդ ժամանակի, այսինքն վերջնական ժամանակի նյութաքանակից հանենք կամ կոնցենտրացիայից կամ ինչ որ քանակություն ցույց տվող չափման միավորից հանենք սկզբնական պահի մեր ունեցած քանակային այդ չափման միավորը ու բաժանենք այդ ժամանակի վրա ու կստանանք մեր ռեակցիայի արագությունը, այսինքն ինչ արագությամբ է առաջացել պրոդուկտ։ Այսինքն ռեակցիայի արագությունը ցույց է տալիս ինչ արագությամբ է առաջանում պրոդուկտ կամ ինչ արագությամբ են ռեագենտները ծախսում։ Հիմնականում իրան այստեղ միջին արագությունն է։ Ռեակցիայի արագությունը գրում ենք փոքրատառ տառով, ամենայն rate բառից։ Ստեղ եք R reagent, product, ցույց է տալիս R մեր T2 ժամանակին, այսինքն օրինակ, երբ որ լրիվ մեր մոտ կանաչ է։ R1, երբ որ օրինակ ամենասկիզբն է, ու համապատասխան իրանց ժամանակները։ Ու դնում ենք առջևը մինուս նշան, որովհետև մեր մոտ ռեակցիայի արագությունը ինքը դրական թիվ պետք է լինի։ Բայց ինչպես տենում եք, R-ը մեր մոտ ռեագենտն է, այսինքն ժամանակի ընթացքում ինքը պակասում է, այսինքն T2-ին ինքը ավելի քիչ է լինելու, քան T1-ին։ Դրա համար եթե R2-ից մենք հանենք R1, բացասական թիվ է ստացվելու, բայց որ արագությունը չի կարող բացասական լինի, դրա համար ունենում ենք մի հատ մինուս նշան, այսինքն R-ը հավասարայում մինուս դելտա R-ը բաժանած դելտա T-ի, կամ դելտա պրոդուկտը բաժանած դելտա T-ի։ Ստեղ պլյուս է, որովհետև մեր մոտ պրոդուկտը առաջանում է, այսինքն սկզբնական ավելի քիչ էր, քան վերջում, այսինքն P2-ը ավելի մեծ է, քան P1-ը։ Ընդհանուր այս արագությունը, որ դելտաներով ենք գրում, ցույց է տալիս միջին արագություն։ Դա միջին արագությունն է, այսինքն այն երկու կետերը, որ իր այս լավ հեռու են, ոչ թե հենց այդ պահին արագությունն է տալիս, այլ ինչ որ մեծ ժամանակային ինտերվալում միջին արագություն։ Հիմա արդեն անցնենք հաջորդ թեմային։ Այդտեղ օրինակով է ցույց տրված H2 + յոդ 2 գազային ֆազում իրար հետ փոխադրում են, առաջանում են H7։ Հիմա տեսեք, օրինակ ստեղ եք երկու կետերը տեսնում եք, օրինակ եթե ես վերցնում եմ այս կոնցենտրացիան, որտեղ դրսերով 56 է, ու երբ որ 1 է, ու դարել է ինչ որ 1.56 կոնցենտրացիան H7-ի։ Այսինքն սա մեր մոտ Y-ն է։ Ու տեսնում եմ, որ դա 40 վայրկյանում է տեղի ունեցել։ Այս երկու կետերի միջև հեռավորությունն է։ Իսկ 56-ը բաժանում ենք 40-ի, մենք ստանում ենք
Միջին արագությունը, այսինքն մեր ռեակցիան 40 վայրկյանում միջին ունեցել է այս արագությունը։ R հավասար է մինուս դելտա H7 մինուս չկա, պլյուս, որովհետև վերջանյութ է ինքը։ Բաժանած դելտա T, կամ եթե ուզում ենք կարող ենք նաև ըստ ռեագենտների հաշվել։ Տեսեք նույն գործողությունը ըստ ռեագենտների է արած։ Ըստ ջրածնի մասնավորապես դե։ Բայց պատկերացրեք, եթե իմ նպատակն է, որ գտնեմ արագությունը կոնկրետ ինչ-որ կետում, այսինքն կոնկրետ տվյալ պահին, մեզ արդեն պետք է գալիս ազանցյալը գտնել։ Այսինքն մենք ունենք ֆունկցիա, այս կորը տեսեք ինչ-որ ֆունկցիա է։ Մեզ անհրաժեշտ է գտնել ֆունկցիայի ազանցյալը հենց այս կետում։ Դա կլինի հենց այդ պահի իր արագությունը։ Այսինքն, տեսեք, եթե դելտա t-ն ձգտում ասրու է, այսինքն մեր մոտ դելտա t-ն նույն h-ն էր, որը անսահման փոքրացրին։ Դելտա h2 դելտա t-ն դառնում է dh2 dt։ Կարելի ասել, այսքանով մենք ազանցյալից, այսքանն էր ազանցյալից մեզ պետք լինելու։ Այսինքն, որ հասկանանք ակնթարթային արագությունը ինչ է։ Ռեակցիայի արագությունը հիմնականում նշանակում է dh2 dt, այսինքն այս տարբերակն ավելի շատ օգտագործում։ Բայց նկատենք, որ հիմա h2-ը մի հատ է, բայց մի հատ h2-ից առաջանում է 2 հատ h7։ Տրամաբանական է, չէ, որ այսինքն h7-ը ավելի շատ առաջանում, եթե մի րոպե մի հատ h2-ը մի րոպե մի հատ h2-ը ծախսվում, առաջանում է 2 հատ h7, այսինքն h7-ի առաջացման արագությունը եղնում է 2 մոլեկուլ րոպե, իսկ ջրածնի ծախսման արագությունը եղնում է 1 մոլեկուլ րոպե։ Իրար հավասար չեն, բայց ինչ անենք, որ հավասար լինի։ Դրա համար միշտ հիմնականում ռեակցիայի արագությունը ընդունված է վերցնել այն թիվը, որը 1 գործակից է պատրաստվում։ Այսինքն այս դեպքում 1 գործակիցը ջրածինն է։ Ունենում ենք R հավասար է մինուս dh2 dt, հավասար է մինուս d7 dt, սրանք երկուսը ռեագենտ են, դրա համար մինուսով է։ Ու իրանց առջև ուրիշ թիվ կա, որովհետև իրանք գործակիցը 1 է, որը հավասար է 1/2 դրական dh7 dt, որովհետև վերջանյութ է, դրա համար է դրականը։ Ու ընդհանուր տարբերակով, եթե մեր ռեակցիան A է, B C C D, այսինքն այս փոքրատառերով իրանց գործակիցներն են, մեր ռեակցիայի արագությունը հավասար է իրանց ոնց որ արագությունները բաժանած իրանց գործակիցների վրա, այսինքն եթե ռեագենտ է, ռեագենտների դեպքում բացասական գործակիցների վրա ենք բաժանում, եթե վերջանյութ է դրական գործակիցների վրա։ Օրինակ, եթե AA-ն է, ուզում ենք արագությունը հաշվենք, վերցնում ենք dA dt-ն, բաժանում ենք մինուս 1a-ի վրա։ Պատմում ենք մինուս 1a-ի է։ Ինչ որ հարցեր կար այսքանից։ Եթե չկա, փոքրիկ ընթացքում հարցեր ցենց կա, նշեք ռեակցիայի արագության չափման միավորը։ Ճիշտ տարբերակը կարող եք չաթում գրել, ընդհանուր 2 րոպե է հարցի համար։ Եթե ավելի շուտ պրծնեք, ավելի շուտ կանցնենք։ Ոնց հասկացա, մեծ մասը հասկացան, որ B տարբերակն է ճիշտ, այսինքն մոլ լիտր բաժանած վայրկյան։ Կարող նաև լիներ օրինակ մոլեկուլը բաժանած վայրկյան մինուս 1, այսինքն մոլեկուլները քանի մոլեկուլա փոխվի միավոր ժամանակում։ Կիլոմետր/ժամ մղոն վայրկյանը հասկանում ենք իրանք
տարածության չափման միավոր, այսինքն քիմիայի հետ առնչություն չունեն։ Իսկ Ջոուլ վայրկյանը, այսինքն ցույց է տալի միավոր ժամանակում էներգիան, այսինքն դա մեր հզորությունն է։ Էլի քիմիական ռեակցիայի հետ կապ չունի։ Հիմա տակն է փոքրիկ վիզուալիզացիա, այսինքն ցույց է տալի, տեսեք, sense տարբեր ընդհանուր ռեակցիայի արագությունը ոնց է կողմնակի սկզբից վերջանում չկար, բայց այդ ժամանակի ընթացքում ավելանում է։ Եվ որոնքին հետևյալ արտահայտություններից ճիշտ տրված ռեակցիայի համար էլի 5 րոպե ժամանակ ձեզ կարեք ճիշտ տարբերակները էլի չաթում գրել։ Լուծումը արդեն լուծումը A, մեկի հետ տարբերակներն են։ Հիմա հասկանանք, այս ընդհանուր բանաձևը հիշում արագությունը հավասար է ռեագենտների համար արագությունը բաժանած իրանց բացասական գործակիցների վրա, իսկ վերջանյութերի համար իրանց արագությունը բաժանած դրական իրանց գործակիցների վրա, այսինքն օրինակ եթե C-ն է, C-ի ծախսման արագությունը բաժանած 1/3։ Հիմա A-ն հասկանալի է, ջրածնի պերօքսիդն է, ինքը մեկ է գործակիցը, դրա համար ու ինքը ռեագենտ է -1, որ -1-ի վրա ենք բաժանում, ինքը մնում է նույնը։ Հիմա նայենք B-ն, ինչու չի կարա լինի, B-ն ջրածինն է, արագությունը ճիշտ է գրած, 1/2-ը ճիշտ է, բայց քանի որ ինքը ռեագենտ է, այսինքն բացասական նշանը պետք է ունենա, բայց բացասական նշանը չկա, այսինքն B տարբերակը սխալ է։ C տարբերակը H2O քառակուսի դեպ է, սենց բան չկա, սենց գրելաձև էլ կարելի ասել չկա քիմիական ռեակցիայի արագության համար, ուղղակի սխալ տարբերակ է, ու ոչ մեկը դե չեք է նշել, որ շատ լավ է։ Հաջորդը D-ի տարբերակն է, որը հավասար է D7- դեպ արագությունն է, որը բացասական նշան ունի, մինուսը, բայց տեսեք բազմապատկած է 3-ի, բայց պետք է ինքը բաժանած լիներ 3-ի, այսինքն ճիշտ կլիներ, որ լիներ 1/3 տարբերակով, դրա համար ստե սխալ է։ Հաջորդը I տարբերակն է, R հավասար է D7- դեպ 7-3- ինքը վերջանյութ է, դրա համար դրական է, գործակիցը 1 է, դրա համար բաժանած 1-ի մնում է նույն ձև։ Եվ վերջի տարբերակը -D ջրածնի պերօքսիդ, D7- DH+, դեպ էլի սենց գրելաձև չկա։
Մեր քիմիական ռեակցիայում, այսինքն էր հիմա D այդ կոնցենտրացիան կամ մոլեկուլների քանակը բաժանած թե T-ի։ Շատ պարզ է, ինքը ինչ-որ սենց բարդ բանաձև պետք չի։ Սրանք մաթեմատիկորեն են սխալ, կոնկրետ F տարբերակը։ Ռեակցիաների արագությունների հետ կապված հարց կա, բոլորդ հասկացաք A ու E տարբերակը մենակ։ Լավ, եթե չկա ինչ-որ հարց, անցնենք արդեն ավելի սենց դպրոցական ծրագրայինից դուրս թեմայի, ռեակցիայի հիմնական բնութագրիչներից ռեակցիայի կարգն է։ Գիտենք զանգվածների հիացման օրենքը, որ ասում է մեր մոտ ռեակցիայի արագությունը կախված է նյութերի կոնցենտրացիաներից, բայց նյութերի կոնցենտրացիաներից արագությունը կախված է ինչ-որ աստիճաններով։ Այդ աստիճանները իրանք մեր համար, եթե ուղղակի ռեակցիա է, շատ անհայտ է, մենք չգիտենք ինչ աստիճանով է ինքը կախված։ Որպեսզի այդ աստիճանը կոչվում է ռեակցիայի կարգ։ R-ը հավասար, օրինակ A-ից գնում է դեպի պրոդուկտ, այս դեպքում R-ը հավասար է K անգամ AN։ Մենք կան ինչ-որ հաստատուն թիվ է, իսկ A նյութի քանակը կոնցենտրացիան է, N-ը այդ աստիճանն է։ Այսինքն սա տալի մեր մոտ ռեակցիայի կարգը։ Որպեսզի գտնենք կարգը, ինքը էքսպերիմենտալ է, այսինքն եթե ես չանեմ էքսպերիմենտ, ես չգիտեմ N-ը ինչի է հավասար։ Այսինքն եթե ռեակցիայի դեմը դրած է 1, գործակիցը 1 է, դա չի նշանակում, որ N-ը հավասար է 1-ին։ N-ը կարա ինչ թիվ ասես լինի։ Կարա ամեն տեսակի թիվ լինի, բացասական է կարա լինի, կարա դրական է լինի, կարա 0 է լինի։ Այսինքն N-ը գտնելու համար մենք պետք է կատարենք էքսպերիմենտ։ Եթե չկա էքսպերիմենտ, մենք չենք կարող ասենք ինքը ինչ թիվ է։ Ու եթե N-ը հավասար է 1, մենք անվանում ենք զրոյական կարգի ռեակցիա։ Եթե N-ը 0 է եղնում, A-ի 0 աստիճանը 1 է, այսինքն հասկանում ենք, որ ռեակցիայի արագությունը կապ չունի A-ից։ Անինչ թիվ էլ ուզենանք, այսինքն ելանյութը ինչ կոնցենտրացիա օգտագործենք, 1 է, ինքը նույն արագությամբ է ընթանալու ռեակցիան։ Հաջորդը, երբ որ N-ը հավասար է 1, ռեակցիան առաջի կարգի է։ Այսինքն A-ի 1 աստիճան, այսինքն կոնցենտրացիան քանի անգամ մեծացնենք, ռեակցիան այդքան անգամ ավելի արագ է ընթանալու։ Երբ որ N-ը հավասար է 2, ռեակցիան երկրորդ կարգի է, այսինքն ռեակցիան կոնցենտրացիան շատացնենք, կոնցենտրացիայի քառակուսու չափ ռեակցիայի արագությունը մեծանալու է։ Օրինակ, եթե ռեակցիան երկրորդ կարգ է ու արագությունը ըստ օրինակ այսպիսի ռեակցիան երկրորդ կարգ է, երբ որ I կոնցենտրացիան 4 է, օրինակ 4 մոլ լիտր, արագությունը 1 է։ Երբ որ դարձնենք 8 մոլ լիտր, ինչքան կդառնա իր արագությունը այդ դեպքում։ Սկզբնականը 4 մոլ լիտր էր, հետո դարձրինք 8 մոլ լիտր։ Քանի անգամ արագությունը կմեծանա, երբ որ ինքը երկրորդ կարգի ռեակցիա է։ 4-ից դարձրել ենք 8, ինքը երկրորդ կարգի ռեակցիա է, քանի անգամ կփոխվի արագությունը։ Կարող եք տարբերակները ռեակցիան
Հիմա եկեք միասին քննարկենք երկրորդ կարգը հասկանում եք, չէ՞, այսինքն n-ը հավասար է 2-ի։ Այսինքն r-ը հավասար է k անգամ a քառակուսի։ Եկեք հեշտության համար k-ն 1 վերցնենք, k-ի արժեքը ընդունենք 1-ը։ Երբ որ տեղադրում ենք 4-ը, այսինքն 1 անգամ 4-ի քառակուսի, 16, այսինքն առաջին պայմանում մեր մոտ արագությունը 16 է։ Եվ եկեք երկրորդ պայմանը, երբ որ 8-ը դառը։ Էլի կան 1-ը 8-ի քառակուսի, 64։ Այսինքն արագության հարաբերությունը սկզբնական արագությանը, հիմա 64-ը բաժանած 16-ի։ Եղավ 4, այսինքն այս տարբերակում ռեակցիայի արագությունը փոխվեց 4 անգամ։ Բոլորին հասկանալի է, ինչու փոխվեց 4 անգամ։ Եթե այս դեպքերում ինչ-որ sense պայթակ բարդություն է եղնում, փորձեք k-ին տակ արժեք, օրինակ 1, ու հարաբերեք։ Այսինքն հաշվեք արագությունը միասկզբնական պայմանում, հետո հաշվեք արագությունը երկրորդ պայմանում ու բաժանեք արագությունները միմյանց վրա։ Ու կստանաք 4։ Բոլորին հասկանալի է 4-ը որտեղից եկավ 4։ Հասկացանք, որ ռեակցիայի կարգը ցուցատալի ինչ ոնց որ կախվածություն ունի ռեակցիայի արագությունը կոնցենտրացիայից, ու կարգը մենք կարող ենք գտնել միայն էքսպերիմենտալ ճանապարհով։ Մենք ռեակցիայի տեսքից չենք կարող ասենք ինքը ինչ կարգ կունենա։ Պետք է էքսպերիմենտ անենք, հետո ունենանք էլի արժեքը։ Անցնենք առաջ։ Մինչև ռեակցիայի կարգերի տեսակները, ոնց որ այս հիմնական տեսակները 0, 1, 2-ն է, առանձին քննարկենք, բայց ընդհանուր ասեմ, որ դասական տարբերակները 0, 1, 2-ն են, բայց կարա ռեակցիայի կարգը 0.5 էլ լինի, կարա 1.5 լինի, կարա -1 էլ լինի, կարա ինչ թիվ, կարա 0.33 լինի։ Այսինքն էքսպերիմենտ արին, կարա տարբեր թիվ լինի, բայց հիմնական ընդունված տարբերակները, որ շատ է հանդիպում, 0-ն, 1-ը և 2-ն են։ Ուստեղ իրանց ոնց որ գրաֆիկներն են։ Արդեն հասկացանք ինչ ենք քննարկում մենք սկզբից մաթեմատիկական ոչ ֆունկցիաներ։ Հիմա հասկանալի է, երբ որ եկեք երկրորդից սկսենք, արագությունը ու i քանակ, կոնցենտրացիան։ Արագությունը, երբ որ կան a0-ի, այսինքն 0-ական կարգը an 0, այսինքն արագությունը կախված չի ելանքի կոնցենտրացիայից։ Հիմա եթե 0.2 եղավ, էլի նույն արագությամբ է եղնում գնում, եթե 0.6 եղավ, էլի նույն արագությունն է, տարբերություն չկա։ Հիմա առաջի կարգը։ K անգամ i 1 աստիճան։ Այսինքն, քանի անգամ մեծացրինք a-ն, հիշում եք չէ, գծային ֆունկցիան f հավասար է ax + b։ Նույն ձևի է, այսինքն ստեղ b-ն պրոստը 0 է։ Այսինքն, երբ որ 0.2 է այս արագությունը, երբ որ 0.4 է, 2 անգամ արագությունը մեծացավ։ Եվ վերջում, երկրորդ կարգը, երբ որ ռեակցիայի կարգը 2 է, արագությունը հավասար է k քառակուսի, որը պարաբոլ է։ Այսինքն ստեղ աստիճանային ֆունկցիա է։ Եվ մյուս տարբերակը, երբ որ i կոնցենտրացիան ըստ ժամանակի ենք ուսումնասիրում, i կոնցենտրացիան ըստ ժամանակի, տեսեք, 0-ական կարգի դեպքում ինքը գծային է, հեսա կհասկանանք ինչի, այսինքն ինքը գծային ձևով նվազում է։ Առաջի կարգում ինքը լոգարիթմական ֆունկցիա է և երկրորդ կարգի դեպքում հակադարձ ֆունկցիա։ Հեսա արդեն կքննարկենք ինչու է հենց այս ֆունկցիաներ։
Զրոյական կարգի զրոյական ռեակցիայի կարգ։ Հասկացանք, ինձ արդեն զրոյական կարգը որն է, երբ որ R-ը հավասար է ուղղակի K-ի, I-ի 0 աստիճան, որը 1 է։ Հիմա այսինքն մաթեմատիկորեն ուղղակի մենք կարող ենք թե ան մի կողմ թողել, թե տեն մի կողմ թողել։ Այսինքն F նմա դե A հավասար է մինուս K դե T։ Կատարելով ինտեգրում միանգամից ստեղ բանաձևն է, ու օլիմպիադայի ժամանակ էլ ձեզ ինտեգրում պետք չի անել, այսինքն օլիմպիադայի ժամանակ դուք միանգամից ունենում եք ինտեգրված բանաձևերը ձեր ոնց որ բանաձևերի հատվածում, օլիմպիադայի ժամանակ բանաձևերի բոլորը տրված են լինում, համ միջազգային օլիմպիադայի ժամանակ, համ Հայաստանի Հանրապետական օլիմպիադայի ժամանակ բանաձևեր տրված են, այսինքն դրա համար մենք ինտեգրում չենք խորացել, ոնց են ինտեգրում կատարում կամ ոնց ֆունկցիոնացանցել։ Ինտեգրելուց հետո ունենում ենք ան հավասար է A0 մինուս KT։ Ինքը գծային ֆունկցիա է, այսինքն հիմա այստեղ տեսեք ան ժամանակից է կախված։ Հիմա եթե տեսեք սա նույն ձևի է, երբ որ x-ի գործակիցը մեր մոտ ստեղ x-ը t-ն է, բացասական է, այսինքն մեր մոտ ֆունկցիան նվազող է, տեսեք ինքը նվազում է, որովհետև x-ի գործակիցը բացասական է, մինուս k, և ցույց է տալիս A0-ն ինչ կետում է ինքը հատվել y-ների առանցքին, այսինքն այս ամենավերևի կետը մեր մոտ ցույց է տալիս A0, որովհետև երբ որ t-ն հավասար է 0-ի, անհավասարումը A0-ի, այսինքն ժամանակի սկզբնական պահին մեր մոտ ան հավասար է եղնում A0, բայց եթե մեզ պետք է հաշվել, օրինակ 5 րոպե ինչքան է, մենք ուղղակի A0-ից հանում ենք համապատասխան անգամ 5 րոպե։ Ու ունենք նաև կիսատրոհման պարբերություն տերմինը, կիսատրոհման պարբերությունը ցույց է տալիս, թե երբ է մեր A0-ի կոնցենտրացիան կիսով չափ ծախսվել, այսինքն եթե սկզբից ունեցել ենք 10 մոլ լիտր օրինակ, 10 րոպե հետո դառավ 5 լիտր, մեր կիսատրոհման պարբերությունը հավասար է եղնում 10-ի։ Հիմա տեսեք, մեր մոտ առազրոյական կարգի ռեակցիայի համար կիսատրոհման պարբերությունը հավասար է A0 բաժանած 2K-ի, այսինքն ինչ ենք հասկանում այս արտահայտությունից, որ երբ որ մեր մոտ շատ է ելանյութը, կիսատրոհման պարբերությունը ավելի երկար է լինելու, այսինքն ինքը ավելի երկար է ծախսվելու, քիչ ունեցանք ավելի քիչ է լինելու, այսինքն ինքը կախված է, ինքը կիսատրոհման պարբերությունը ֆունկցիա է սկզբնական կոնցենտրացիայի, շատ է կոնցենտրացիան, կիսատրոհման պարբերությունը ավելի երկար ժամանակ է, ավելի քիչ ելանյութ կունենանք, կիսատրոհման պարբերությունը ավելի կարճ կլինի։ Ու ստեղ եք լինեն գրաֆիկներն ինչ որ սկզբից քննարկել ենք, ուղղակի ստեղ եք այս մի գրաֆիկներ այ կախվածությունը ժամանակից, որ ինքը նվազում է ու թեքությունը, որը մեր մոտ ցույց է տալիս մինուս կան, ինքն որպեսի գտնենք կան, կարելի է ասել մինուս կան գտնելու համար պետք է գտնենք իր թեքությունը։ Հենց ասած ավելի բարձր դասարանում գիտեք, որ այդ թեքությունը կարելի ասել մեր y-ների x առանցքի հետ կազմած ոնց որ ուղի ու x առանցքի իրար հետ կազմած անկյան տանգեսն է, այսինքն այս անկյունը, որ առաջանում է, x առանցքը մեկ էլ այս ուղղգիծը, այս ուղղգծի անկյան տանգեսն է։ Բայց էլի չենք քննարկի այս հատվածը, որովհետև կոնկրետ մեծ դեպքում մեզ անհրաժեշտ չի լինելու ոնց որ այդ օգտագործել տանգես տերմինը։ Հաջորդը առաջի կարգի ռեակցիան է։
էլի այս պրոդուկտը առաջանում, արագություն հավասար է մինուս թե a դե t, որ ասա կա a, տեղ a-ը մի կողմ ենք հավաքում, պատկերացնում եք x-ով որ հավասարում եք լուծում, ոնց որ իրար նման հայտները մի կողմ, հայտնիները մի կողմ, այսինքն ստեղ եք էլ նույն ձև մոտավոր։ Դե a-ը մի կողմ ենք հավաքում, t պարունակողները մի կողմ, ու կատարում ենք ինտեգրում, ինտեգրումից հետո ունենում ենք հետևյալ արտահայտությունները։ Դրանք հիշում եք, n որ ասի ետար, n որ բնական որ հավասար է 2.71-ի, երբ որ հիմքը լոգարիթմի n-ա, գրում ենք l-ը այսպես, այսինքն l-ը a0-ում ցույց է տալիս y-ի որ աստիճանն է հավասար a բաժանած a0-ի։ Ու l-ը a բաժանած a0 հավասար է մինուս kt։ Կարող ենք նաև այս նույն բանաձևը լոգարիթմական տեսքից ցուցչային տեսքով գրել, այսինքն երբ որ a-ն հավասար է մեր մոտ օրինակ 5 րոպե հետո որոշենանք հաշվենք, պետք է a0-ն բազմապատկենք y-ի, այսինքն y-ն 2.71-ի մինուս kt, այսինքն t-ին արդեն տեղադրում ենք, այդ աստիճանով։ Ու հիմա եթե օրինակ t-ն երբ որ 0-ի է, այսինքն ռեակցիայի սկզբնական պահն է, դա ռեակցիա չի գնացել։ Երբ որ t-ն 0-ի է եղնում, y-ի աստիճանը եղնում է 0, 2.71-ի 0 աստիճանը հավասար է եղնում 1-ի, այսինքն a-ն հավասար է եղնում a0-ի։ Եվ ամենահետաքրքիր մասը առաջի կարգի երևի իր կիսատրոհման պարբերությունն է։ Տեսեք իր կիսատրոհման պարբերությունը եղնում է լոգարիթմ 2-ը բաժանած k-ի, այսինքն մեր մոտ a0 չկա։ Այսինքն մեր մոտ կա լոգարիթմ 2, որը պրոստը հաստատուն թիվ է, կա k, որը այդ ռեակցիայի համար հաստատուն թիվ է։ Այսինքն մեր մոտ առաջի կարգի ռեակցիայի համար կիսատրոհման պարբերությունը հաստատուն թիվ է, կապ չունի ելանյութը շատ է թե քիչ է, ինքը միշտ նույն թիվն է։ Այսինքն միշտ նույն պարբերականությամբ մեր մոտ ելանյութը ճեղքվել է, ուզում է 1000 հատ ելանյութ ունենա, մեկը 5 րոպե, եթե իր կիսատրոհման պարբերությունը 5 րոպե է, ինքը 5 րոպե հետո 500 է լինելու։ Ուզում է ունենամ 10 հատ ելանյութ, 5 րոպե հետո էլի ինքը 5 է լինելու։ Այսինքն կապ չկա։ Ու այս բանաձևերը էլի նշեմ, որ իրանք տրված են օլիմպիադաներում տրված է լինում ձեզ։ Այսինքն դրա համար ինտեգրման մանրամասնություններին չենք անդրադարձել, ոնց է ինտեգրվում։ Կարևորը իմաստներն են, բանալ բանաձևերը իմաստները, հա, մեկ էստեղ իրանց գրաֆիկները չքննարկենք։ Տեսեք, a-ն t-ից կախվածությունը ստեղ եք, այսինքն a-ն երբ որ t-ից է կախված, a-ն s է, t-ն s է։ Այսինքն մեր մոտ ֆունկցիան եղնում է f(x), որ հաստատուն թիվ բազմապատկած y-ի t աստիճան։ Այսինքն սա ցուցչային ֆունկցիան է։ Ինքը տեսեք աստիճանի նման սենց իշխում է։ Ու երբ որ լոգարիթմ ենք անում, տեսեք ստեղ եք ինքը գծի անում։ Այսինքն եթե մեր մոտ սա ամբողջը l-ն ինչ-որ մի թիվ է վերցնում, այսինքն մեր մոտ f(x)-ն է, ու մինուս kt, երբ որ տեսեք ստեղ եք, երբ որ s-ը y-ը եղնում, l-ն անբաժանած 0։ Ինքը ու t-ից կախվածության գրաֆիկն են գծում, ինքը ուղիղ կոր է, որտեղ թեքությունը էլի մինուս k-ն է։ Ժողովուրդ էլի մի րոպեից պրծնում է, ուզում եք դասամիջոց, թե 10 րոպե ընդմիջում, թե չէ։ Եթե չէ, միանգամից միանանք։ Եթե քանի ժամ եք պարապելու։ Կարելի ասել ավարտին ամուտեն, երևի մի կես ժամ եք մնա։